Ողջույն, արժանապատիվ հայրենակիցներ։ Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի 110-ամյակն է, եւ այսօր, ինչպես բոլոր նախորդ տարիներին, հայությունը հիշում է մեր ազգի դեմ գործած ոճրագործությունները 20-րդ դարի սկզբում եւ ապշում, թե ինչպես նման ճակատագրի արժանացավ մեր փոքրաթիվ ազգը։ Հայ չկա աշխարհում, որ չիմանա այս դեպքի մասին, քանի որ դա բոլորիս ճակատագրի վրա բացասաբար ազդել է եւ չափազանց մեծ պառակտում մտցրել հայության մեջ։ Բոլորս գիտենք, թե ովքեր են կատարել այդ մարգության հանցագործությունները, բայց այնուամենայնիվ հայ ազգի ճնշող մեծամասնությունը դեռ գաղափար չունի, թե իրականում ովքեր են կազմակերպել մեր ցեղասպանությունը։ Հայաստանում ամեն տարի 100 հազարավոր հայեր գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Եվ Սփյուռքում թուրքական հյուպատոսարանի առջև ցույցեր անում եւ փողոցներում երթեր կազմակերպում, բայց նրանց մեծ մասին չի էլ հետաքրքրում, թե ովքեր են ցեղասպանության գլխավոր ճարտարապետները։ Երբ լսում են ճշմարտությունը այս հարցում, միանգամից ասում են, որ դավադրության տեսություն է եւ ամենևին լուրջ չեն ընդունում։ Սակայն ամենևին դավադրության տեսություն չէ, քանի որ ամեն առումով համապատասխանում է իրականությանը եւ բազմաթիվ փաստեր կան դա հաստատելու համար։ Շատերը կընդունեն այդ փաստը, բայց չեն հասկանա, թե ինչու են սիոնիստները այդպես տրամադրված մեր դեմ եւ ինչու կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը։ Ես պատմաբան չեմ եւ ժամանակ չկա այս հարթակով շատ ծավալվելու այս հարցի շուրջ, բայց կարող եմ հակիրճ պատմել, թե որն է եղել սիոնիստների հիմնական դրդապատճառը այդ ոճրագործությունը հրահրելու համար։ Կուզեմ նաև շեշտել, որ այս ամենը բոլորովին հակասեմական քարոզչություն չէ, ոչ էլ միտում ունի ատելություն սերմանել ջհուդների դեմ, ուղղակի պատմական փաստերի հիշատակում է։ Նախ կուզեմ սկսել նրանից, որ ջհուդ ռաբիները ըստ իրենց ուսմունքների դարեր ի վեր մեզ միշտ հակառակորդ են համարել եւ թշնամի ազգ։ 5 կտակարանը Թորան, որը եբրայության աստվածաշունչն է, նշում է, որ ջհուդների ողերիմ թշնամիները, այսպես ասած, ամալեկացիներն են, ովքեր բնակվում են Ամալեք երկրում։ Համացանցում ջհուդական վիրտուալ գրադարանի պաշտոնական կայքէջը գրում է, որ որոշ ջհուդական աղբյուրներում Հայաստանը երբեմն կոչվում է նաև Ամալեք, եւ ջհուդները հաճախ հայերին անվանում են ամալեկացիներ։ Նաև որոշ տարբեր տեղերում գրված է, որ ջհուդները նպատակը դրված են ոչնչացնել ամալեկացիներին, եւ սա հասկանալի կլինի նրանց տեսանկյունից, քանի որ իրենց օրակարգը չեն կարող հաստատել այս երկրագնդի վրա, քանի դեռ գոյություն ունեն իրենց գերագույն թշնամիները։ Ջհուդների դավադրությունները հայոց աշխարհի դեմ ամենևին նորություն չեն եւ շատ հին պատմություն ունեն։ Բայց եկեք անդրադառնանք 20-րդ դարի սկզբին, երբ տարբեր սատանայական ուժերի կողմից մեր ազգի դեմ սարսափելի դավեր էին նյութվում։ Ինչպես գիտենք, ջհուդների սիոնիզմ կոչվող քաղաքական շարժումը պաշտոնապես հիմնադրվեց Թեոդոր Հերցլի կողմից 1897 թվականին այն հեռատես նպատակի համար, որ 20-րդ դարում Պաղեստին տարածքում իրենց համար ստեղծեն պետություն։ Այնուամենայնիվ, այդ պետության ստեղծման նպատակը այն չէր, որ աշխարհի բոլոր ջհուդներին բնակեցնեն այդտեղ, այլ պարզապես իրենց համար լինի ահաբեկչական պետություն ու նաև ապաստան համաշխարհային հանցագործների համար։ Սակայն իրենց համար մի լուրջ խնդիր կար, որ Պաղեստինը գրաված էր Օսմանյան կայսրության կողմից, որի սուլթանը այդ ժամանակ Աբդուլհամիդ II-ն էր։ Սիոնիստները ի դեմս Հերցլի ուզեցին Պաղեստինի տարածքը գնել մոտավորապես 2 միլիոն ֆուտ ստերլինգով, որը այս օրերի համար համարժեք է մոտավորապես 2 միլիարդին։ Բայց Աբդուլհամիդը կտրուկ մերժեց սիոնիստների առաջարկը, պատճառաբանելով մեջբերում եմ. Ես չեմ կարող վաճառել թեկուզ մեկ թիզ հող, քանի որ այն ոչ թե ինձ է պատկանում, այլ իմ ժողովրդին։ Իմ ժողովուրդը նվաճել է այս կայսրությունը, պայքարել դրա համար իր արյամբ եւ պարարտացրել այն իր արյամբ։ Մենք նորից կծածկենք այն մեր արյամբ, քան թե թույլ կտանք, որ այն մեզնից վերցնեն։ Մեջբերման ավարտ։ Աբդուլհամիդը մերժեց այդ առաջարկը անկախ նրանից, որ Օսմանյան կայսրությունը մեծ գումարների կարիք ուներ, քանի որ աստղաբաշխական պարտքերի տակ էր։ Ամեն դեպքում մեծ հարգանքի արժանի էր Աբդուլհամիդի պատասխանը, եւ այստեղ տեղին է մեջբերել Նեջդեի խոսքերը, որ պետք է ճիշտը հարգենք նույնիսկ թշնամու մեջ։ Բայց այդ մերժումը չկանգնեցեց Հերցլին ու նրա սիոնիստական խմբակին։ Նրանք համառորեն անցան իրենց հաջորդ քայլին եւ այդ մերժումից մոտ 10 տարի հետո 1908 թվականին կատարեցին հեղաշրջում Երի-թուրքեր կոալիցիա անվան տակ, որը պատմության մեջ սիոնիզմի կողմից նախաձեռնված առաջին հեղափոխությունն էր։ Այդ հեղափոխությունը կատարեցին, որպեսզի քանդեն Օսմանյան կայսրությունը եւ Պաղեստինը ազատեն իրենց ապագա պետության համար։ Դրան զուգահեռ սիոնիստները նաև 1914 թվականին Եվրոպայում հրահրեցին առաջին աշխարհամարտը եւ այդ պատերազմի քողի տակ սկսեցին հայոց ցեղասպանությունը, որովհետեւ առանց մեզ հայերից ոչնչացնելու չեն կարողանա կործանել Օսմանյան կայսրությունը։ Մեր հայրենակիցներն էին այդ ժամանակ կայսրության ողնաշարն ու ուղեղը։ Դրա համար դարեր շարունակ թուրքերը մեզ ճնշում, հալածում եւ սպանում էին, բայց այդքան ապուշ չէին,
որ մեզ բնաջնջեին։ Շատ լավ գիտեին, որ դա անելու դեպքում իրենք պարզապես իրենց գլուխը կկտրեին։ 1914 թվականին սիոնիստները հրահրեցին պատերազմը, որպեսզի նաև տապալեին Եվրոպայի բոլոր թագավորությունները կոմունիստական հեղափոխություններին տեղի տալու համար, ինչպես եղավ ցարական Ռուսաստանում։ Պատերազմը սկսվելուց առաջ Եվրոպան շատ թեժ վիճակում էր, եւ աշխարհը քաոսի վերածելու համար ընդհանրապես պետք էր մի փոքր կայծ։ Այդ կայծը հայտնվեց, երբ սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը գնդակահարելով սպանեց ավստրո-հունգարական թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդ առաջինին եւ նրա կնոջը Սոֆիային։ Գավրիլոն երիտ Բոզնիա հեղափոխական շարժման անդամ էր, որն ուներ նաև Սև ձեռք անունով ռազմական գաղտնի թև։ Առհասարակ շատ տեղեկություն չկա այս շարժման մասին, բայց այս շարժման անունը հաշվի առնելով կարող ենք եզրակացնել, որ այս շարժման մասնակիցները ինչ-որ կապ են ունեցել հայոց ցեղասպանության ճարտարապետներ երիտ թուրքերի հետ։ Ամենայն հավանականությամբ այդ երիտ Բոզնիայի հիմնադիրները ու ղեկավարները ևս եղել են ծպտյալ սիոնիստներ, քանի որ նման գործողությունը, որը սկիզբ դրեց մի մեծ պատերազմի, միայն ձեռնտու էր սիոնիստներին, ովքեր ուզում էին համաշխարհային կոմունիստական հեղաշրջում անել եւ իրենց համար պետություն ստեղծել։ Ինչպես արդեն նշեցի, սիոնիստները գիտեին, որ առանց մեզ հայերիս կոտորելու չեն կարողանա տապալել Օսմանյան կայսրությունը։ Բացի այս ամենը չեն կարող թույլ տալ, որ Օսմանյան կայսրության կործանումից հետո մեծ հայքը կազմավորվի այդ տարածաշրջանում։ Չեն կարող թույլ տալ, որ իրենցից 1500 կիլոմետր հեռավորության վրա անկախանային եւ հզոր պետություն ստեղծեն իրենց ողերիմ թշնամիները, քանի որ դա կխափաներ իրենց բոլոր ծրագրերը։ Չեն կարող թույլ տալ, որ իրենցից 1500 կիլոմետր հեռավորության վրա անկախանային եւ հզոր պետություն ստեղծեն իրենց ողերիմ թշնամիները, քանի որ դա կխափաներ իրենց բոլոր ծրագրերը Մերձավոր Արևելքում եւ Եվրոպայում։ Եվ այդպես սկսվեց Մեծ Եղեռնը, որը ցայսօր ժամանակակից պատմության մեջ իրականում կատարված ամենադաժան ու վայրագ ցեղասպանությունն է։ Իսրայել ստեղծելու նպատակին հասնելու համար 1917 թվականին կարևոր դեր կատարեց Բալֆուրի հռչակագիրը, որտեղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրը ականավոր սիոնիստ Ռոթշիլդին իր կողմից ուղղված նամակում ասում էր. Անգլիական կառավարությունը ջանք չի խնայի ջհուդական ազգային օջախ ստեղծելու համար։ Միջազգային սիոնիզմի համար Անգլիան առաջին ու գլխավոր թիրախն է միշտ եղել, եւ հավանաբար չկա ոչ մի պետություն այս աշխարհում, որ ավելի շատ ջհուդական ազդեցության տակ լինի, քան Անգլիան, քանի որ Մեծ Բրիտանիան գրավելով գրավում են քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը։ Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ բրիտանական կառավարությունը վերևից ներքև լի է եղել դավաճաներով, ովքեր ծառայում են սիոնիստների սատանայական օրակարգին, եւ Բալֆուրը այդ դավաճաներից մեկն էր։ Բալֆուրը նաև 1915-ից 1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կասության փաստն օգտագործել է Մեծ Բրիտանիայի եւ դաշնակից տերությունների վարած քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ Կարճ ասած, ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ Արևմուտքի հայամետ արտահայտությունները մեծամասամբ ցավոք ձևական բնույթ են կրում։ 1917 թվականին սիոնիստները նաև հաջողության հասան Ռուսաստանում, որտեղ իրենց կողմից աճեցրած աթեիստ մարքսիստները բոլշևիկյան հեղաշրջում արեցին, որի արդյունքում դաժանաբար սպանվեցին ոչ միայն ցարն ու նրա ընտանիքը, այլև միլիոնավոր անմեղ քաղաքացիներ ողջ ռուսական կայսրությունում։ Նրանց մեջ մտնում էին նաև 100 հազարավոր մեր հայրենակիցները։ Սիոնիստների համար սա շատ կարևոր ձեռքբերում էր, քանի որ Ռուսաստանի Ռոմանովների արիական ծագում ունեցող ընտանիքը մեծ խոչընդոտ էր իրենց ծրագրերի համար։ Խորհրդային միության ստեղծումը նաև շատ կարևոր էր սիոնիստների համար, որովհետև հետո այդ կայսրության ուժը օգտագործեցին Եվրոպայում ազգայնականությունը ջախջախելու համար։ Եվ 1948 թվականին Խորհրդային միությունը առաջին պետությունը եղավ աշխարհում, որը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ահաբեկչական պետությունը։ Ուզում էին առաջին աշխարհամարտից հետո կոմունիստական արյունահեղ հեղաշրջում անել Եվրոպայում, ինչպես արեցին Ռուսաստանում։ Ջհուդ Մարքսի նպատակը հենց դա էր եղել, որ արդարության քողի տակ աշխարհը գրավեին կոմունիզմի միջոցով, բայց Եվրոպայում զարգացող տարբեր ազգայնական շարժումները խոչընդոտ հանդիսացան այդ ծրագրի համար, ինչպես Կարմիր բանակի համար Նեժդեի Դավիթ-բեկյան ուխտերը Սյունիքում։ Ամեն դեպքում հարկավոր է նշել, որ ինչ թե սիոնիստները հայոց ցեղասպանության ճարտարապետներն էին, դա չի նշանակում, որ հայոց ցեղասպանությունը նաև ձեռնտու չէր թուրքերին եւ ռուսներին, քանի որ այդ երեքը միասին միշտ դեմ են եղել ու մինչև հիմա դեմ են, որ այս տարածաշրջանում կերտվի մեծ անկախ ու հզոր հայկական պետություն։ Դեմ են, որովհետև դա հակասում է իրենց շահերին։ Դրա համար որքան էլ այդ երեք ուժերը երբեմն իրար դեմ մրցակցեն ու պայքարեն, հայկական հարցում միշտ իրար հետ են համագործակցում ի վնաս հայ ազգի։
Միջազգային սիոնիստները 50 տարվա ընթացքում անգթորեն մեզ հայերից ցեղասպանելով, կոմունիստական հեղաշրջումներ անելով եւ երկու աշխարհամարտեր հրահրելով վերջապես հասան իրենց նպատակին եւ ստեղծեցին իրենց Իսրայել կոչվող պետությունը։ Հիմա ուզում են ավարտին հասցնել իրենց կիսաթողած ցեղասպանությունը, շարունակելով ջեմեռանդ աջակցություն ցուցաբերել թուրքերին, հատկապես Ադրբեջանին։ Չմոռանանք նաև, որ ջհուդների Հաբա Լյուբովիչ կրոնական շարժումն էլ չափազանց մեծ ազդեցություն ունի Կրեմլի, ինչպես նաև Բաքվի բռնապետի ու նրա մեծ եղբոր վրա։ Ակնհայտ փաստ է, որ Ռուսաստանի ֆինանսական համակարգն ու մեդիան դեռ ջհուդների ձեռքում են, որովհետև իրականում ներկայիս Պուտինյան Ռուսաստանը բոլշևիկյան Ռուսաստանի շարունակությունն է, որը շարունակում է նույն հակահայկական քաղաքականությունը։ Պետք է այս պատմությունն ուսումնասիրենք եւ ճշմարտությունն իմանանք, առավել ևս հիմա, երբ տարբեր արտաքին ու ներքին ուժեր ուզում են մենք մոռանանք այդ մարդկության հանցագործությունը։ Ճշմարտություն խոսելը մեզ համար ամենաբարձր առաքինությունն է, որը նաև ունի շատ կարևոր արժեք։ Դրա համար այն մենք պետք է ասենք անկախ բոլոր հանգամանքներից։ Այն ինչը որ պատմեցի այս հեռարձակման ժամանակ քաղաքականապես կոռեկտ չէր, բայց դա ինձ չի հետաքրքրում, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է ճշմարտությունը եւ ոչ թե քաղաքական կոռեկտությունը։ Հայտնի ասացված կա, որն ասում է. «Իմացիր ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ կազատի»։ 10 տարի առաջ հայոց ցեղասպանության հիշատակի 100-ամյակին վերջին այցս կատարեցի Կալիֆոռնիայի ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ։ Այդ ժամանակ ինձ համար շատ պարզ դարձավ, որ Հայաստան վերադառնալը լավագույն ձևերից մեկն է մեր թշնամիներին ցույց տալու համար, որ նրանք ձախողել են իրենց սև գործը ամբողջությամբ իրականացնել։ Յուրաքանչյուր հայի վերադարձը հայրենիք համարժեքը 100 հատ հրթիռի ուղղված Թուրքիայի դեմ։ Այսուհետ այս օրը ցեղասպանության զոհերին հիշելուց բացի, եկեք հիշենք պատժելու անհրաժեշտության մասին, քանի որ եթե մենք չարիքին մի օր չպատժենք ու չկանգնեցնենք դատաստանի առջև, այն միայն կտարածվի ու ավելի մեծ վնաս կգործի մեր դեմ։ Մենք պիտի մնանք ռևանշիստներ, մինչև գա այդ դատաստանի օրը։ Եկեք ազգովի կրկնենք հետևյալ խոսքերը. պատժելու ենք եւ պատժելու ենք։ Դուք դիտում եք հոսանքի ազգային կանչը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։